Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույց հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հյուրը ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանն է։ Ողջույն, պարոն Պապյան։ Պարոն Պապյան, շնորհակալ եմ շատ հրավերը ընդունելու համար։ Ուրախ եմ հանդիպելու։ Պարոն Պապյան, սկսենք ձեր քաղաքական ուժից։ Հիմա բոլոր քաղաքական ուժերը ակտիվ նախընտրական խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են։ Ձեր քաղաքական ուժը մասնակցելու է ընտրություններին, թե ոչ։ Մենք դեռ որոշում չունենք վերջնական, որովհետև քաղաքական իրավիճակը եւ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ շատ արագ փոփոխություններ է ենթարկվում։ Մենք քննարկումներ ենք արել եւ շարունակում ենք անել մեր համախոհների հետ, լինի Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս, եւ կարծում եմ, որ առաջիկա վերջնական որոշումը կիրականացնենք եւ եթե մասնակցելու ենք, համապատասխան նաեւ մասնակցության ծավը կասենք։ Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, որ հիմա դուք ասացիք ակտիվ դա անում են, մենք այն ուժը չենք, որ ընտրությունից ընտրությունը ակտիվ անում, մենք բոլոր այս տարիների ընթացքում շատ ակտիվ մասնակցել ենք տարբեր ձևերով քաղաքական կյանքում, լինի փողոցներում, մեր բողոքի հանրահավաքներով, լինի տարբեր երկրների կարևորագույն մայրաքաղաքներում, լինի տարբեր հրապարակումներով, հոդվածներով եւ այլն, այնպես որ մեզ համար այս վիճակը բնական վիճակ է լինել պայքարի մեջ։ Ոմանք հայտարարել են միայնակ մասնակցելու, ոմանք դաշինքներ կազմելու, ձեր թիմը ինչ կարծիք ունի այս մասին, կարող է միանալ Սամվել Կարապետյանին օրինակ կամ ինչ որոշում եք կայացրել։ Մենք նորից եմ կրկնում վերջնական որոշում չունենք, բայց ամենայն հավանականությամբ կգնանք առանձին, առանց դաշինքի եւ չենք միանա Սամվել Կարապետյանին, այդ մեկը հաստատ։ Պարոն Պապյան, դուք աչքի եք ընկել հակառուսական կեցվածքով, ռուսական քաղաքականության նկատմամբ ձեր քննադատությամբ, ինչպես կպատկերացնեք Սամվել Կարապետյանի հետ ձեր համագործակցությունը, եթե նրան այսպես ասած ռուսական պրոյեկտի համարում են տալիս։ Ես առիթ ունեցել եմ այդ հարցի շուրջ խոսելու եւ որովհետեւ այսպես ասած քննարկումների հարցը շատ պարզ է։ Ընտրությունը երբ որ դու կատարում ես, լինի համագործակցության, լինի պարզ ընտրողի ձեռքով, դու ոչ թե քո ցանկալիից ես ընտրում, այլ արկա տեխնացուներից եւ քաղաքական ուժերից, որտեղ եթե ցանկալիով լիներ, բնականաբար մենք կընտրեինք եւ կուզեինք բոլոր ընտրեին ազգաժողովրդավարական բևեռը, բայց դա մենք չենք տեսնում, մենք իրատեսորեն գնահատում ենք իրավիճակը եւ հասկանում ենք, որ մենք չենք լինելու այն ուժը, որը որոշելու է ընտրությունների վերջնական ելքը եւ մեր վերլուծություններն տալի, որ հիմնական պայքարը ընթանալու է քաղաքացիական պայմանագրի եւ ուժեղ Հայաստանի միջև, բնականաբար այդ երկուսն էլ ամեն մեկը ունենալու է իր արբանյակ ինչ որ խմբավորումներ, կուսակցություններ եւ այլն։ Իսկ ըստ Սամվել Կարապետյանը շանսեր ունի։ Հա, շանսեր ունի, իհարկե շանսեր ունի։ Նիկոլ Փաշինյանն էլ շանսեր ունի։ Հիմա մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որը ի տարբերություն կամ ի հակադրություն իր բազմաթիվ խոստումների պրոարևմտյան չի։ Այն հստակ պրոադրբեջանական է եւ պրոթուրքական է։ Մեզ սա անընդունելի է։ Հետեւաբար հիմա այստեղից շատերը, չգիտես ինչի եզրակացություն անում, եթե ասում ես, եթե երկուսի դեպքում, ասենք նախապատվությունը ավելի կամ ավելի ընդունելի կերպարը, ասենք Կարապետյանը, իսկույն չգիտես ինչի եզրակացություն, որ մենք Կարապետյանին պիտի աջակցեն կամ ոչ աջակցեն։ Խնդիրը այդպես չի դրված։ Մեզ համար հետեւյալն է։ Ոչ նախկին, ոչ ներկա, մենք դա ասել ենք, այսինքն ներկա ուժը դա Նիկոլ Փաշինյանն է, նախկինները Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, բնականաբար, եթե անգամ Սարգսյանն ենք մասնակցեին, մենք այդ ուժերի չէինք որևէ ձև աջակցելու։ Մնացածը արդեն կտեսնենք, թե մեր համախոհները ինչ դիրքորոշում կունենան, բայց կրկնում եմ, դեռ վերջնական որոշում չունենք։ Բայց Սամվել Կարապետյանը իրավունք ունի վարչապետ դառնալու, եթե այլ երկրի քաղաքացի է հանդիսանում։ Հիմա վարչապետի ընտրություններ չեն։ Դրանք առաջիկա խորհրդարանական ընտրություններ են։ Եվ եթե որևէ ուժ միայնակ կամ համախմբված ձևով 2/3 քվե ստանա խորհրդարանում, կկարողանա փոխել սահմանադրության համապատասխան հոդվածը։ Հիմա ենթադրաբար, եթե ասենք Սամվել Կարապետյանի, ես իրավական ուղին եմ ասում,
համախոհները 2/3 ստանան, բնականաբար կփոխեն սահմանադրության համապատասխան հոդվածը եւ այդ արգելքը կվերացվի։ Չեն ստանա, չի վերացվի եւ հետեւաբար ինչ բայց որ լինում է, լինելու է օրենքի տառին համաձայն, սահմանադրության համաձայն։ Իսկ ինչպես է վերաբերվում մի անձի համար սահմանադրություն փոխելը։ Դա մի անձի համար չի, եթե փոխվի, դա փոխվելու է մի հաղթող կուսակցության համար, դա փոխվելու է 2/3 խորհրդարանում քվե ունեցողների համար, այսինքն լինելու է, որ նրանք ներկայացնում են ընտրողների 67%-ը, հետևաբար մի անձի համար չի, այդ նույն տրամաբանությամբ կարելի ասել Նիկոլ Փաշինյանը եթե վերակենում ինչ-որ իր խոստումներին հակառակ քայլեր անում, օրինակի համար նույն Արցախի հարցում, չմոռան, որ ԿՊ-ի ծրագրի մեջ Շուշի եւ Հադրութի ազատագրումն էր, իսկ հիմա իրանք հակառակն են պնդում։ Եվ դա հիմնավորում են արավ, ասում է ժողովրդին քվե է տվել, թե ժողովուրդը իրեն այդ հարցով քվե չի տվել, որտեղ ներկայացվել է մեկ այլ ծրագիր, արվում է։ Հիմա այս պարագային հայտարարվում է, դա իրանց ծրագիրն է, իրենց ոնց որ ասած իրավաբանների գտած տարբերակն է, ես հարցի մասնագետը չեմ սահմանադրական իրավունքի, բայց եթե տրամաբանություն ուշում է, եթե օրենքը փոխվում է, բնականաբար անօրինական չի լինում։ Հետևաբար, եթե 2/3-ով կարողանան փոխել, ուրիշ հարց, բայց ճիշտ ասած ես մի քիչ մեծ կասկածում եմ, որ հնարավոր կլինի որևէ մի քաղաքական ուժի 2/3 քվե ապահովել խորհրդարանում։ Նաև Նիկոլ Փաշինյանն է, գիտեք, խոսում 65 եւ ավել տոկոսի մասին։ Խոսքը 2/3-ի մասին է խոսքը։ Իրատեսական չի, որովհետև իմ հաշվարկներով երկու ուժն էլ 20-ից 30%-ի միջև այդքան քվե կհավաքեն եւ ամբողջ հույսը նրա վրա է, որ իրենց կհաջողվի յուրաքանչյուրը իր, այսպես ասած, արբանյակ, ինչպես ասեցի, կուսակցություններին խորհրդարան անցկացնել, հետո դրանց կգումարվի այն, այսպես կոչված, փոշիացած ձայների համապատասխան մասը իրենց, այդ կվերաբաշխվեն, դրանով կարողանան հաղթահարել 50%-ի շեմը եւ կարողանան ձևավորել կառավարությունը։ Տեսեք, իշխանությունը հաճախ նշում է, որ Սամվել Կարապետյանի ունեցվածքը դրսում է եւ նա չի կարող անկախ արտաքին քաղաքականություն վարել։ Ինչ եք կարծում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը որտեղ է, որ ինքը ոչ անկախ քաղաքականություն է վարում է Բաքվի հանձնարարականների հիման վրա։ Հետևաբար ազդեցության ու լծակի տակ լինելը միայն ունեցվածքով չի պայմանավորված։ Այո, դա գործոն է, որ կարա ազդի բացաբար, դա կա, բայց մյուս կողմից էլ այնպես չի, որ Հայաստանը, գիտեք, գերանկախ քաղաքականություն է վարում, հիմա ինչ-որ մի բան պիտի փոխվի։ Ասում են կարող է Հայաստանն ընկնի Ռուսաստանի ազդեցության տակ։ Իսկ կներեկում ազդեցության տակ է հիմա Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը, որ եկավ իշխանության, մեր արտահանման 17-18%-ն է Ռուսաստանի, հիմա 35-36։ Իսկ մենք ավելի կախյալ ենք այսօր Ռուսաստանից, քան առաջ ենք, թեև անընդհատ խոսում է ինքնիշխանության մասին։ Հետևաբար, գիտեք, կարևորը թվերն են եւ ոչ թե հայտարարությունները։ Հաշվի առնելով Ռուսաստանահայ բիզնեսմեն լինելու փաստը, օրինակ ինչ է կարծում, Կարապետյանը կկարողանա ինքնուրույն հարաբերություններ կառուցել, օրինակ Թուրքիայի հետ եւ չստորադասել հայ-թուրքական հարաբերությունները ռուս-թուրքական հարաբերություններին, որովհետեւ օրինաչափորեն դրանք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար տարբեր շահեր են ենթադրում։ Այո, տարբեր շահեր են ենթադրում, եթե շահերը կարեն հակադարձվել, բայց եթե ինքը ընտրվի, ինքը դառնալու Հայաստանի վարչապետ, չէ՞, արդեն ոնց որ ասած, այդ դեպքում պիտի ժողովուրդը եւ իրենք հավետվածները պահանջեն, որ ինքը իր խոստացածը չի անում, որտեւ ինքը այլ խոստումներով է, չէ՞, գալու հաստատ չի ասելու, որ այս ռուսական շահեր են պաշտպանելու։ Հիմա թող ժողովուրդը նույնը կրկնեմ, հարցնի Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյան, դու այլ բաներ ես մեզ խոստացել, հիմա լրիվ այլ քաղաքականություն ես իրականացնում։ Հիմա նույնն էլ թող այնտեղ կարա լինի, ես ոչինչ չեմ բացառում, երկուսն էլ կարող է լինի։ Նույն Նիկոլ Փաշինյանի վերընտրվել դեպքում որևէ երաշխիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մի բան ասի հիմա եւ անի մի եկալ ուրիշ բան, հատկապես երբ որ մենք դա տեսել ենք եւ ցանկացած այլ անձ։ Գիտեք, երբ որ անդիմություն ես կամ ընտրապայքարի մեջ ես,
Այլ տրամաբանություն է գործում, այլ տրամաբանությունը, երբ որ այդ մարդիկ գալիս են իշխանության, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասեց, դե ասեց հիմա իրավիճակը փոխվել, դրա համար մենք անում ենք այլ քաղաքականություն։ Կարա իրավիճակը փոխվի հօգուտ Հայաստանի եւ ի վնաս Հայաստանի։ Ես մի բան կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրման դեպքում Հայաստանը ապագա չունի։ Հայաստանի գոյության ձևը լինելու է թուրք-ադրբեջանական խաղի մեկ մասը իրականացնել, որը ճակերտավոր հաջողությամբ անում է։ Այլ մեկի ընտրման դեպքում, չգիտեմ ով կլինի, հնարավորություն է բացում, զուտ հնարավորություն, որովհետև մեծ տարածաշրջանում մեր միջին արևելյան մեծ փոփոխություններ է լինում, եւ մեծ ուժերին պետք է լինելու ոչ թե թուրքերին ստորադասվող Հայաստան, այլ ազգային ինքնուրույն Հայաստան։ Այդ արտաքին ոլորտը կարա ստիպի, արտաքին ուժերը կարան ստիպեն, որ Հայաստանը ավելի ազգային պետություն լինի, քան անգամ Հայաստանի ղեկավարներն են դա ուզում։ Իսկ Սամվել Կարապետյանի ընտրվելու դեպքում ինչ կփոխվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Հաշվի առնելով, որ արդեն նախաստորագրվել է, ինչ պետք է անի Հայաստանը։ Այո, բայց բացի նախաստորագրությունից կան շատ ավելի վտանգավոր կետեր, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, բայց որոնք, այսպես դեռ ոնց որ ասած, արձանագրել չեն, մասնավորապես այդ 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալ եւ տեղավորվելը, որը շատ վտանգավոր պետականակորցան ծրագիր է, հավերժական պատերազմի ծրագիր է, օրինակի ես կարծում դա Նիկոլ Փաշինյանը կանի, ուրիշ որևէ տեխնացու ես չեմ կարծում, որ այդ ծրագիրը կանի։ Իսկ Սամվել Կարապետյանը ինչ կանի հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Չգիտեմ ինչ կանի, բայց հարցն է, որ Հայաստանի ստորագրությունը։ Ինչ։ Ետ կկանչի Հայաստանի ստորագրությունը։ Գիտեք, ետ կանչելու կարիք չկա, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռևս գործող որևէ փաստաթուղթ չկա։ Կա նախաստորագրված փաստաթուղթ ընդհանրապես։ Այսինքն սա անգամ իրավական առումով առ ոչինչ փաստաթուղթ է։ Այս փաստաթուղթը դեռ պիտի ստորագրվի։ Հետո պիտի խորհրդարանները հավանության տան սրան, հետո պիտի իրենց երկու երկրի սահմանադրական դատարանները ասեն, որ չի հակասում իրենց ներքին օրենսդրությանը եւ միջազգային պարտադրանքներին, նոր դրանից հետո նախագահները վավերացնեն, ուժի մեջ մտնի։ Հետևաբար այն խոստումները, որ ասում են այ շուտով կստորագրվի, ես կասկած չունեմ, որ շուտով կստորագրվի։ Բայց արդյոք շուտով ուժի մեջ կմտնի, ես մեծ կասկած ունեմ եւ ավելին կասեմ, չի մտնել ուժի մեջ։ Ադրբեջան տարիներով ձգելու է եւ մեզանից քայլ առ քայլ պոկելու այն ինչ որ պետք է եւ վերջում էլ պատերազմը սկսելու ինչ որ պատերվակ բռնելով այդ պահանջներից որևէ մեկի չկատարումը իր համար լնելու է կազուսպելու պատերազմի պատճառ եւ ինքը պատերազմը սկսելու մենք կանգնելու ենք մի իրողության առաջ որ տվել ենք ամեն ինչ հանուն այսինքն վճարել ենք հանուն այդ խաղաղության, բայց այդ վճարը գնալու է կորի եւ պատահական չի որ Ադրբեջանը մեր սահմանի բոլոր բարձր կետերն ու Հայաստանը վերահսկող բարձունքները արդեն վերցրել է իր վերահսկողության տակ։ Դա անում են միայն այն դեպքում, երբ որ պատերազմի են պատրաստում։ Համատեք բյուջեն եւ բյուջեի աճը Ադրբեջանում Եվ Հայաստանում բյուջեի կրճատումը, ռազմական բյուջեի ծախսը 3 անգամ ավելի քիչ բնականաբար բյուջե ունենք, այդ հասկանալի է։ Մենք չենք կարող այդպես չափ բան անենք, բայց այն որ իրանց մոտ բյուջեն մեծանում է պատերազմի եւ մեծանում է 250-300 միլիոն դոլարի չափով տարվա մեջ, որը մեծ գումար է, դա ցույց է տալիս, որ որևէ խաղաղության միտում չկա։ Իսկ Հայաստանում քաղաքական որոշումները որքանով են կախված Ռուսաստանից։ Հիմա մենք ինքնիշխան պետություն ենք, թե ազդեցության գոտի։ Չէ, մենք ինքնիշխան պետություն։ Նիկոլ Փաշինյանը 11 անգամ խոսկացել է հապկից դուրս գալ։ Մենք հապկի անդամ ենք, թե ոչ, իհարկե բանը։ Մենք այն բոլոր կազմակերպությունները, որի անդամ ենք, որը այսքան քննադատել է ներկա իշխանությունը, չէ, ԵԱՏՄ, ՀԱՊ, ԿՊՀ, չգիտեմ ինչ։ Նայեք մեր քվեարկությունները ՄԱԿ-ում, այս 7 տարվա ընթացքում Նայեք Սիրիա զորք ուղարկելը, մենք միակ պետությունն ենք եղել, որը զորք է ուղարկել Ռուսաստանի հետ միասին կռվելու արևմուտքի շահերի դեմ։ Հիմա այս կանից հետո, այսինքն որևէ կարա մտածի, որ մենք Ռուսաստանի վերահսկողության տակ չենք,
Բա ոնց ենք զորք ուղարկում Սիրիա ռուսական կողմից կռվելու համար կամ բա ինչու ենք առ այսօր այդ կազմակերպություններով դե լավ ասում են որ այս օլիգարխները որոնք գնահատվում են ռուսական, պրոռուսական, պրոբելարուսական հանցագործ են սա այն լավ բա ինչի բանտերում չեն հենց դա էլ կախվածության ցուցանիշն է որ Հայաստան ինքնիշխան չի ինք անգամ դատական իշխանություն չի կարող իրականացնել իր երկրի ներսում ինքնուրույնաբար գործերը հարուցվում են բայց որևէ գործ չկա այսպես կոչված այդ պրոռուսական, պրոբելարուսական եւ այլ օլիգարխների մեջ որոնք մեղադրվում են ամեն օր լսում ես իշխանությունը մեղադրում է սրան նրան մեկին չգիտեմ հանցագործ մեկին լրտես մեկին մանկապիղծ մեկին բան ուրա բա քրեական գործերն ուր են ոչ մի քրեական գործ չկա առավել եւս չկա ուժի մեջ մտած դատավճիռ հետեւաբար մենք ինքնիշխան պետություն չենք իսկ ձեր կարծիքով առանց Ռուսաստանի ազդեցության ընդդիմությունը ինչ իրական ազդեցություն կարող է ունենալ առանց Ռուսաստանի անմիջական ազդեցության նայած թե ինչ ընդդիմությունը տարբեր է որտեվ ընդդիմություն կա որը ուղղակի է այսպես ասած ձեր ասածով ֆինանսներով է կապված ընդդիմություն կա որը ձևանում որ արևմտյան է բայց ամբողջ ուշքու միտքը Նիկոլին պաշտպանել եւ Նիկոլ Փաշինյանի միջոցով խորհրդարան մտնելն է հիմա դուք ում եք համարում իրական ընդդիմություն մենք մեզ ենք համարում իրական ընդդիմություն դա մալ որևէ աջակցություն չունենք որևէ մեկի կողմից որովհետեւ մենք չենք սպասարկում որևէ մեկի օլիգարխ երկիրի կամ բան մենք ենք եթե մենք լինեինք այդ խաղացողներից մեկը որ ասում են չգիտեմ սկզբից մեզ մեղադրում են որտեվ այդ ժամանակ վատ իմիջը պրոարևմտյան էր ասում են այ սրանք արևմտյան են սրանք ամերիկյան ազդեցության գործակալներ են հիմա քանի որ դա լավ է լինել ամերիկյան հիմա ասում են այ սրանք ռուսական ազդեցության գործակալներ են հասկանու որտեվ մարդիկ այդքան են սովոր որ այսինքն իրանք տեսել են ինչ որ մեկի գործակալը պետք է լինես ոչ հատկապես երբ որ դու ինքնուրույնաբար դատողություններ ես անում եւ դու պատրաստ ես հանուն քո երկրի շահի մինչեւ իսկ քո կուսակցական շահը ինչ որտեղ ստորադասել իլ մարդիկ այդ չեն հասկանում իրանք օգուտ են մանգալ այս ամբողջի մեջ ինչու էսպես եղավ իրանք չեն կարողանում հասկանալ որ մարդ կարող է լինի որ իր անձնական շահը եւ չեմ ասում նաեւ խմբական շահը զոհաբերի հանուն երկրի շահ իրանք հակառակ բանն են տեսան ինչ ասեմ դա դառը իրականությունն է մեր երկրի Անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանին նա կրկին առաջադրվել է ինչ եք կարծում ինչու է շարունակում ներքաղաքական պայքարում ակտիվ դերակատարություն ունենալ երկու իրարամերժ ենթադրություն կարելի անել մեկը նա է որ իր վրա մեծ ազդեցություն ունի Նիկոլ Փաշինյանը չմոռանանք դատական քրեական գործերը եւ լավ հասկանալով որ Քոչարյանի պայքարի մեջ մտնելը իրեն քվեներա բերելու ինքը պարտադրում է Քոչարյանին որ մնա ընտրապայքարի մեջ այսինքն մի ենթադրությունը դա կարա լինի այսինքն Քոչարյանը որպես մեկ մասնիկ բաղադրիչ Նիկոլ Փաշինյանի ընտրապայքարի մյուսը կարելի է բացատրել նրանով որ որպես մարդու տեսակ եւ իր շրջապատը իրեն անդադ համոզում են որ եւ մենակ ինքը չի գիտեք մարդ կա որ նոր է մտել քաղաքականություն արդեն ասում է գիտեք հարցումները ցույց տվեցին ես երրորդ տեղն եմ ես հեսա վարչապետ եմ դառնում բան սենց էլի այսինքն այդ մարդու տեսակից այսինքն ինքը այն տեսակն է որ այս բանը կարա հավատա կողքից որ ասեն այ քո քվեները շատ են որ դու մտնես կարա դրա համար մտնի ես գտնում եմ որ ինքը սխալ է արել որ մտել է որովհետեւ եթե իհարկե կամավոր է մտել չեն ստիպել որովհետեւ դրանով ինքը չի դառնալու հաստատ հնարավորություն չունի էլի հիմնական ընդդիմություն կամ իշխանություն բայց նաև մտել եմ միության նրա համար որ վերջ երբ որ գա այդ ձևավորման կոալիցիայի հարցը ինքը իր քվեները ինչ որ մեկի հետ միասին իսկեն իր դերը արժևորի այսինքն այդ քվեների բանով սա է հարցը ժամանակին Քոչարյանի ընտանիքը դատ էր բացել իմ դեմ կապված հայտնի հեռախոսների բաների հարցը չի բայց մենք ասենք տեսակը այդպեսին այսինքն իր համար անընդունելի էր որ ասենք ինչ որ մեկ իրեն մեղադրում էր իր ընտանիքին մեղադրում էր այդ մոնոպոլիան ձեռքը վերցնելու համար այդ բջջային հեռախոսների բան եւ ինքը գնաց այսպես դատարան քանի դատ բան բնականաբար
ես դատը պարտվեցի շատ բարձ պատճառով, որովհետև այն փաստաթղթերը, որոնց սովկալ ինչ որ մի բան ապացուցել հնարավոր չէր եւ չէ գտնել չկան, դրանք որտեղ փաստաթղթը ճիշտ էր, իսկ այն վկաները բոլորը վախեցան, ասեցին ախպեր գործ չունենք, բոլորը վաղել իշխանության գա։ Այս երկիր, որտեղ վախի մթնոլորտ է տիրում, չի կարող ազատ ընտրություն լինի։ Իսկ ինչու են վախենում Ռոբերտ Քոչարյանից։ Մենակ Ռոբերտ Քոչարյանից չեն վախում, բան Նիկոլից պակաս են վախենում։ Մարդուն հարց է տալի, ասում է գործ, մի հատ լայք են գնում գործից անում են, մի հատ գիրք են նվիրում գործից անում են, բոլորից էլ վախում են։ Այսինքն մեր երկիրը ցավոք սրտի չի հաղթահարել սովետական ժառանգությունը այն առումով, որ իշխանությունը դա այդ մարքսիստական ձևակերպում էր, էլի, դա ճնշող, այսինքն գործիք է։ Եվ այդ իրավապահ համակարգը սովետական միության պատահական չէր սկզբից տարիներին, որ կոչվում էր կարացելնեի օրգանի, այսինքն պատժիչ էին։ Այդ հետո մի քիչ արևմուտքից սովորեցին, բառերը փոխեցին, սարքեցին իրավապահ, մի քիչ սիրուն լինի, բայց մեր մոտ պատժիչ են էլի։ Մեզ մոտ միշտ օրինակի համար ոստիկանությունը, ԱԾ-ն, այդ բոլոր բաները միշտ ծառայել են տվյալ օրվա իշխանություններին, հիմա էլ են ծառայում։ Վաղը որ իշխանություն փոխեց, ծառայելու են վաղվան, եւ բոլորին իրանց համար տարբերություն չկա այդ իշխանությունների դիրքորոշման տարբերության մեջ։ Իրանք այսպես են բացատրում, որ ինձ համար ընդունելի չէ, որ գիտեք ինչա, մենք պետությանն ենք ծառայում եւ ով ուզում է լինի իշխանությանը, մենք ծառայենք, այո, բայց օրենք ու սահմանադրություն գոյություն ունի։ Այդ ամբողջը ոտնահարվում է, չէ՞։ Դուք մի հարց տվեցիք սահմանադրության փոփոխության, օրենքի փոփոխության մասին։ Դուք գիտեք, ինչքան օրենքներ են այսպես անաղմուկ, գաղտնի, չզեկուցվող հարցով կառավարությունը փոփոխություններ է մտցնում օրենքների մեջ, բան, մեկ էլ պարզվում է, որ լրիվ այլ բան է, էությունը փոխվել է տվյալ օրենքի։ Եվ շատ խորամանկ ձևով են վարվում, այսինքն սկզբից օրենք են անցկացնում, որը քիչ թե շատ ուշադրություն ունի, հետո կառավարության նիստերով փակ տողով անցկացնում են օրենքի մեջ 1-2 բառի փոփոխությունը։ Իսկ դրա հետևանքով փոխվում է օրենքի ամբողջ էությունը, հասկանում եք։ Եվ շատ խորամանկ երկիմաստ բաներ են դնում մեջ, օրինակ մասնավորապես։ Տեսեք, լավ նախաձեռնություն կար, որպեսզի ավտոմեքենաների մեջ եւ վրա չտեղադրվեն բարձրախոսներ, որպեսզի չանհանգստացեն բարձր երաժշտությամբ ժողովրդին։ Բայց դա բուն նպատակը դա չէր։ Էլի այդ մարդիկ, որ այդ ձև բարձր գնում, դա բուն նպատակը հետեւյալն էր, որ դու այլևս չես կարող այդ բարձրախոսներ դնես մեքենայի վրա, փողոցում քայլեր թանես եւ քո կոչերը հնչեցնես, քաղաքական պայքարնես, քեզ ասում են այո, կարաս փողոցով քայլես, բայց մայթով, բայց ձայն չհանելով, պատկերացնում եք, չէ՞, բողոքի ցույց, անձայն սիրուն մայթով եւ այլն եւ այլն։ Չէ, հարց չկա, երկու հատ բառ կասես, կբռնագրավենք, տուգանքները կդնենք եւ այլն։ Այդ նույն վախի մթնոլորտը։ Մեր շարքերում գրեթե մարդ չկա, որի վրա իշխանությունները կամ քրեական գործ հարուցած չլինեն կամ վարչական գործ, տուգանքներ 300,000 դրամ, 500,000 դրամ, 700,000 դրամ, տարբեր բաների համար, մի բառ գրելու համար, մի նախադասություն ասելու համար, մի քաղաքական գնահատական տալու համար եւ այլն։ Դրա համար այդ վախի մթնոլորտը կա։ Պարոն Պապյան, ձեր գնահատմամբ ընդդիմադիր դաշտի առաջատարը հիմա ով է, Քոչարյան թե Կարապետյան։ Կարապետյան։ Միանշանակ Կարապետյան։ Քոչարյան դերը ուրիշ է։ Քոչարյանի դերը նա է, որ ինքը նախ կրկնում եմ օգնի Փաշինյանը ավելի շատ քվե հավաքի մեկ, եւ երկրորդը, երբ որ կգա կառավարության ձևավորման պահը, այդ հավաքած քվեների ազդեցությունը, այսպես ասած, կոնվերտացիանի վերափոխի ինչ որ քաղաքական ազդեցության։ Սա է։ Տեսեք, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանը չեն շտապում ընտրություններին իրենց մասնակցության մասին հայտնելու։ Ինչ եք կարծում, ինչու են այդպես անում։ Մենք էլ չենք շտապում, որովհետև իրենք տեսնում են, մենք էլ տեսնում ենք, որ եւ ներքին փոփոխությունները, եթե չասեմ ամեն օր, ապա շաբաթը 2-3 օրվա մեջ մենք տեսնում ենք ինչ որ մի բան է փոխում, որտեղ անդադ վերադասավորումներ են լինում, անընդհատ ինչ որ գործընթաց է գնում եւ այլն։ Եվ արտաքին քաղաքական։ Եվ մենք անդադ խոսում ենք բանի մասին, Ռուսաստանի մասին,
Այստեղ շատ ավելի կարևոր է ես կասեի, այն ինչ որ ընթանում է Իրանում եւ Իրանի ապագան, որովհետեւ Իրանը այս վարչախմբով, այսինքն որ մնա իշխանապողություն չլինի եւ Իրանը նոր վարչախմբով, եթե իշխանապողություն լրիվ տարբեր բաներ են Հայաստանի համար, Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավորությունների համար։ Այսինքն Իրանը եթե նոր իշխանություն ունենում, արևմուտքի հետ հարաբերությունները արդեն ավելի բնականon զարգացած, մենք հնարավորություն ենք ունենում արդեն ոնց ասած առանց այլևալության արևմուտքի հետ խորացնել, զարգացնել մեր հարաբերությունները եւ Ադրբեջանն է կորցնում իր կարեւորությունը։ Ադրբեջանը դադարում է լինել այն ստրատեգիական կարևոր օղակը Իսրայելի համար, Իրանի դեմ եւ արևմուտքի համար Իրանի դեմ եւ առաջ է մղվում արդեն Իսրայել-Թուրքիա հակասությունը, որը այլ միջավայր է ստեղծում, որը բերում է նրան, ինչ որ ես ասեցի իմ խոսից մեկի ժամանակ, թուրքահաճո կառավարության փոխարեն Հայաստանում արդեն կարիք ազգացվելու ազգային իշխանության։ Դրա համար անկախ նրանից ով որ կընտրվի այս ընտրությունների ժամանակ, սա լինելու է ժամանակավոր անցումային կառավարություն։ Այսինքն 5 տարվա ժամկետը չի լինելու են վաղաժամ ընտրություններ, որի միջոցով կհամապատասխանեցվի Հայաստանի ներքին կառավարման համակարգը արտաքին նոր կամ հնարավորություններին կամ մարտահրավերներին, կախումուն թե ինչ վիճակ կլինի։ Ես հույս ունեմ, որ իշխանապողություն այնուհանդերձ Իրանում կլինի եւ մեր ժողովուրդը եւ մեր պետությունը նոր հնարավորություններ կստանա։ Իսկ ինչ է կարծում Սերժ Սարգսյանը կմասնակցի ընտրություններին։ Չգիտեմ, գիտեք, եկեք մի քիչ հարցին հետեւյալն այնք էլի, այդ արտաքին մասնակցությունը էական չի։ Սերժ Սարգսյանը որ հրաժարական տվեց եւ գնաց, երկար տարիներ ինքն էլ էս երկիրը կառավարում Նիկոլ Փաշինյանի միջոցով։ Նրա ազդեցությունը այնքան մեծ էր Նիկոլ Փաշինյանի վրա եւ հարցեր էին լուծում։ Սերժ Սարգսյանի բոլոր օգնականները մեծ պաշտոններ ստացան։ Չեմ ասում ինչ որ պաշտոն, այն մարդիկ, ովքեր հայեցողական պաշտոնի վրա են եւ իր հետ էին ամեն օր։ Միայն այս ցուցանիշը արդեն այն տալիս, որ այդ ամբողջը եղել է համագործակցություն։ Դե հասկանանք մի բան, էլի, որ Նիկոլ Փաշինյանը ասում է ես հեղափոխություն արեցի, դուք էլ արեք եւ այլն։ Ակնհայտ է, չէ, երբ որ 10-12 հոգի մարդ Գյումրից քայլում են Երևան եւ հանրային հեռուստատեսությունից երկու անգամ գնում են հարցազրույց են հետները վարում ցույց են տալիս գալիս են մի 10 հոգով փակում են Երևանի կենտրոնական փողոցներից մեկը ոչինչ չկա եւ այլն այդ ամբողջը այդ պատահական չի լինում դա այսինքն համաձայնեցված եւ այլն մենք գիտենք մենք 1000, 2000, 3000, 5000 օկիանոց, 7000 օկիանոց ցույցեր են կարել, մեր այսպես ասած երթերը չեն լուսաբանվել հանրայինով, իսկ 12 օկիանոցը լուսաբանվել է։ Ոչ միայն մենք եւ այլոք բաները մենք տեսել ենք մեր նկատմամբ ինչպիսի ճնշում է իրականացվել, այ հիմա էլ որ մենք փորձում ենք հասկանալ, այլ որտեղ ասում են, բայց ինչի եք ասում, որ այս ուժը իշխանության աջակցությունն ունի, իշխանության, որովհետեւ շատ պարզ է որովհետև մենք դեռ բան չարած մեզ գցում են պատժամիջոցների տակ, այս օրինակի համար անգամ թույլ չեն տալիս սքո սրահ վարձել Գյումրիում, որսի հանդիպենք մեր համախոհների հետ, իսկ դուք գնում եք ձեզ իշխանությունը համարյա ձերի տալիս է լավագույն սրահները։ Անկախ դրանից ինչ եք խոսում, որովհետև խոսալը կարևոր չի, որովհետև եթե իմ նպատակն է այսօր իշխանության համար հավաքել ազգային ձայները կամ պրոռուսական ձայները կամ չգիտեմ արևմտյան ձայները ես ուրեմն այդ ձև պիտի խոսամ տվյալանց այդ ձև է խոսում այդ հետո բանից հետո եթե խորհրդարան մտան պարզ կլինի այդ քվեներն ուրա գնալու որտեղ կարան ասեն գիտեք այո մենք խոստացել էինք որ չենք միանա այս ինչի հետ բայց իրավիճակը փոխվել հո մենք չենք թողնի ասենք ռուսական դրածով Սամվել Կարապետյանը գա իշխանության դա համար մենք պետք է Նիկոլ Փաշինյանին տանք այդ դեպքում կպարզվի որ այդ գլխից այդ խաղի մի մաս է կամ հակառակը կարա լինի դա համար կրկնում եմ ինքնուրույն խաղացողների համար դժվար է իսկ ձեր կարծիքով ով ունի ավելի մեծ ազդեցություն ընդդիմության վրա Ռոբերտ Քոչարյանը թե Սերժ Սարգսյանը իմ կարծիքով Սերժ Սարգսյանը ինքը այսպես խորքային խաղացող է չերևացող այդ իր շախմատային մտածողությունը, վերադասավորումներ, բաներ եւ այլն։ Քոչարյանը այլ բնույթի է։
Այսինքն չէ, ավելի կոշտ բնույթի խաղացող է։ Նրանց միջև հակասությունները խանգարում են ընդդիմության կոնսոլիդացիային։ Ես կարծում եմ, այսպես թե այնպես չէր կոնսոլիդացվի ընդդիմությունը։ Այդ որ խոսում ենք, ինքներս շատ ենք փորձել արտախորհրդարանական ընդդիմության ուժերի հետ կլոր սեղաններ են կազմում եւ այլն։ Անկամ այն փոքր քաղաքական ուժը, որը բառացիորեն կրկնում է ինչ որ դու անում ես, անկամ ինքը պատրաստ չի միավորվելու քո հետ։ Ինքը ուզում է, որ դու իրան միավորվես։ Հասկանում ես, թեև տվյալ ուժը կարող է 30 հոգի էլ չունենա փողոց դուրս հանելու համար, բայց դա կուսակցությունն է գրանցվել է։ Հիմա էլ մենք կտեսնենք նաև այս ընտրությունների ժամանակ ահագին արդեն մոտ համարը մի 20 հոգի հայտարարել է, չէ՞, մոտ այդքան փոշիացնելու համար։ Հիշեցնեմ ձեզ, որ 18 թվականի ընտրություններին 11 կուսակցություն եւ կուսակցության դաշինքեր մասնակցում, փոշիացավ 15%-ը, 21-ին արդեն 25-ներ մասնակցում, փոշիացավ 20%-ը։ Այսինքն ինչքան մասնակիցների թիվը շատ լինի, այնքան փոշիացումը շատ է, որ նշանակում է այնքան առաջի ուժը, ով որ կլինի, նա շատ ավելի մեծ մասնաբաժին է ստանալու։ Այդ դրա համար օրինակ իշխանությունը, որը մտածում է, որ ինքն է լինելու առաջինը, եւ շատ հավանական է։ Միայնակ ինքն է լինելու, բայց համախառով մենք չգիտենք դեռ։ Փորձում է ստեղծել է դաշտ անետել տարբեր կուսակցություններ, որոնք անգամ այդ $20,000 մասնակցության հաստատ չունեն մասնակցելու, տվել են ինչ որ մեկը կլինի իշխանություն, կլինի օլիգարխ եւ այլն, որպեսզի ձայները փոշիացնեն եւ ստանան հետո իրենց մասնաբաժինը։ Իսկ ինչն է խանգարում ընդդիմությանը ձևավորել անկախ եւ հստակ ազգային օրակարգ։ Ինչու հիմա չեն միավորվում։ Ընդդիմությանը։ Այո։ Որտեվ տարբեր տեսակետներ ունեն եւ տարբեր շահեր ունեն։ Նորից եմ կրկնում։ Մենք օրինակի համար փորձ ենք անում եւ այն ուժերը, որոնց հետ մենք ունենք գաղափարական ընդհանրություններ, որպես կան դրանք փոքր քաղաքական ուժեր են։ Հա, միավորվենք, չմիավորվենք, հարցը չի փոխելու, որտեվ չկա այդ ռեսուրսը, իրանք չունեն այդ ռեսուրսը, որը ասենք մեզ հետ միավորվի ինչ որ բան կփոխի։ Նրանք ովքեր ունեն ռեսուրս, չմոռանանք այս ընտրությունները միլիարդատերերի ընտրություն է։ Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան, 4 միլիարդատեր է մասնակցում ընտրություններին։ Հիմա այս փողի դեպքում, այսինքն ոնց են մյուս քաղաքական ուժերը կարողանալու, ել չեմ ասում էլ վաղ Ծառուկյանի մասին։ Հագագ Ծառուկյանն էլ էլ մի ուրիշ միլիարդատեր, այսինքն հիմա ու Սարգսյանը դեռ բանա, չգիտենք կմասնակցի թե չէ, բայց էսա։ Այսինքն, եթե համեմատում ես 21 թվականի համեմատ, որը 18-ին էլ բանը որ էլի դե փողը դեր ունեցել Հայաստանում, բայց երբեք այս աստիճան չի եղել։ Այս աստիճան չի եղել, որտեվ հիմա առնվազն մի 0 պետք է ավելացնել կամ 2 0 պետք է ավելացնել այն գումարներին, որոնք առաջներում, այսինքն ծախսվում էին։ Տարբեր շահեր կան, խմբակային շահեր կան, աշխարհակաղակական մոտեցումներ կան։ Օրինակ մենք հիմա ոնց ասենք միավորվենք պրոռուսական ուժի հետ կամ աջակցենք, թեև բոլոր բամբասանքներին, մեր ասցեին զառանցանքներին, բան, երբ որ մենք միակ քաղաքական ուժն ենք եղել, որ եւ 18 թվականի, եւ 21 թվականի, եւ հիմա էլ ծրագրային հիմնադրույթ ունենք եւ նաեւ խնդրական, որ ասենք, որ Միացյալ Նահանգների հետ դաշնակցային հարաբերությունների ստեղծում, այն է լինել Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակից, դա մեր նպատակներից մեկն է, եւ այդ ուղղությամբ աշխատանք ենք տարել։ Հիմա քանի կուսակցություն կա, որ նման ծրագրային հիմնադրույթ ունի։ Չկա։ Ուրիշ բան, որ հիմա բոլորը իհարկե Ամերիկան մի քիչ ուժեղացել է այս մեր տարածաշրջանում, բոլորը դառան ամերիկյան, մեզ էլ էս արմունկներով բրթելով իրանք առաջ են գնում։ Բայց դա սուտ պատեհապաշտական մոտեցում է։ Մեզ մոտ է սկզբունքային է, որտեղ մենք դա արել ենք այն ժամանակ, որի համար մենք հալածվում էինք։ Եվ դրանով հանդերձ, երբ որ տեղը գալիս է քննադատելու Միացյալ Նահանգներին, մասնավորապես թրիպի հարցը, որտեղ դա ոչ թե մենք թրիպին ենք դեպ բավարար չի մեզ այս թրիպի այս կարգավիճակը, այսինքն սա թերիա, կիսատ է, իսկ կիսատ գործը նշանակում է համարյա անգործության հավասար մի բան։ Հա, այս ամբողջը մենք քննադատում ենք, մենք կախվածություն չունենք անգամ Միացյալ Նահանգներից։ Պարոն Պապյան, կարող ենք ասել, որ Հայաստանում նախկինների ազդեցությունը ոչ թե նվազել է, այլ պարզապես փոխել է ձևը։ Ես ժամանակին Ռումինիայում Բուխարեստում եմ աշխատել,
մեր դեսպանատանը եւ մի ընտրություններից առաջ մի բարձրաստիճան ռումինացու հարցրեցի նստականներն էր դեռ ասի կարողա կոմունիստները վերադառնան նստականների ընտրություններով ասես ուր են գնացել որ վերադառնան հիմա դուք ասում եք նախկինների ազդեցությունը միշտ էլ եղել է ով նախկին չի այսինքն այդ ազդեցությունը եղել է եւ կա նույն օլիգարխներն են այսինքն որոնց սկզբից մեղադրում էին ասում են օլիգարխ են էսեն են հետո ասել չէ իրանք բիզնեսմեն են հիմա արդեն լավն են քանի որ մեզ են նվիրատվություններն անում մեր ձեռի տակ են իրանք լավն են այսինքն տնտեսական դաշտում ոչինչ չի փոխվել էլի նույն ինչ ասեմ կամ մենաշնորհներն են կամ բան պարզապես իշխանությունն է փոխվել եթե մի շրջան այն իշխանության մերձավորներն էին ստանում պատվերները եւ հաղթում տենդերները հիմա այս իշխանության ավելին ասեմ ցես եթե համատում եք ճակերտավոր ներկա ժողովրդավար իշխանության կառավարության նիստերը եւ փակ հարցերը չզեկուցվող հարցերի քանակը դրանք մի քանի անգամ շատացել են քան նախորդների ժամանակ այդ նշանակում է ժողովրդավարությունը անկում ապրել ժողովրդավարությունը դա է որ դու իմանաս քո փողերը ոնց են տնօրինում եւ ոչ թե այն որ ասում դե դու կարակ ամեն ինչ էլ Facebook-ում գրենք թե սուտ են ասում այդ է մյուսը երբ որ մենք նայում ենք նույն ասես տենդերների անցկացումը որը մեղադրում ենք նախկիների եւ ճիշտ էինք մեղադրում որ դրանք հաճախ Սարքովի են եւ այլն ձևական են այդ ընկերությունները հաղթումա ոչ թե արդարը եւ ճիշտը այլ հաղթումով կապեր ունի բայց ձևական գոնե տենդեր էր անցկացվում հիմա մեկ անձից կատարած գնումների երբ որ նայում եք ցանկն ու թիվը մի քանի անգամ շատացել է անգամ այդ ձևական քայլը չեն անում իրանք ասում են մենք սենց ենք ուզում սենց էլ պիտի լինի ընկերություն է ստեղծվում 3 օր հետո պետության կողմից մի քանի միլիոն դոլարի պատվեր է ստանում ոնց կար այդ ձև բան լինի այսինքն որևէ անցյալ այդ ընկերությունը որ գնա բանկից $10,000 վարկ ուզի չեն տա անգամ բայց պետությունը պայմանագրեր է կնքում միլիոնավոր տասնյակ միլիոնավոր դոլարներ հետո երբ որ մի քիչ քերում ես հասկանում ես թե ով է այդտեղ բաժնը կամ ում է պատկանում ի վերջո բաց այդ կամ ամաց տեսնում ես ծեր ասած ոչինչ չի փոխվել այս հարցը Հայաստանում հեղափոխությունն անավարտ է եւ ես թերահավատ եմ ցավոք սրտի որ հեղափոխությունը կավարտվի ի վերջո այն ձևով որ մենք ուզում էինք արդարություն կոռուպցիայի դեմ պայքար իսկապես արևմտյան կողմնորոշում չգիտեմ բանակի հզորացում չէ ուղղակի այս իշխանությունը բոլորից շատ ավելի լավ է տիրապետում խոսքի արվեստին ժողովրդին իր ուզած ձևով ներկայացնելու Եվ ինքը ասում է, տեսեք, ես էս եմ արել եւ այլն, այսինքն ինքը ասում է, ես 500 դպրոց կկառուցեմ, կնորոգեմ, 100-ն արել, բայց ոչ թե շեշտը դրա վրա որ ինքը իր խոստումը թերի է կատարել, ընդամենը 20%-ով է կատարել, կամ մի քիչ ավել ասենք, թե լավ, 30%-ով, մի քիչ ավելով եւ այլն, այլ նրա վրա ցույց են տալի 2 հատ դպրոց են ցույց տալի, ասում են, տեսեք, հələ մի հատ հին նկարներ են, մի հատ տեսեք, էս ինչեր են կարել։ Բայց այդ ոնց ասած մյուսներն էլ էին անում, ուղղակի մյուսներն այդքան չէին հասկանում, որ այդ պետքա բան անել, ասֆալտը։ Դա թել նայեք ասֆալտի որակը, ասֆալտի քանակը, նախկինում ինչ քանակության փողոցներ են ասֆալտը մոռացել են մարդիկ։ 2000-ականների սկզբի Երևանի փողոցների վիճակը, որոնք ասֆալտեցին, եւ շատ բաներ, բայց ներկայացնելու արդյոք ինչպես կյանքում է, դուք կյանքում էլ բախված կլինեք նման վիճակների, երբ որ տեսնում եք կա մեկը, որը իսկապես տաղանդավոր է, արժեքավոր է, ավելի լավ երգիչ, երգչուհի է, չգիտեմ, նկարող ապան, բայց ավելի այսպես այդ PR ներկայացնելու այդ շնորհքը չունի կամ համապատասխան թիկունքը չունի, դա անեն ինքը չի ներկա, իշխանություններն էլ այդ ձև են։ Այս իշխանությունը կարողանում է դա վարպետորեն անել, որովհետև Նիկոլ Փաշինյանը երկու առավելություն ունի մյուսների համեմատ։ Ինքը չունի որևէ բարոյական չափորոշիչ, այսինքն որ ինքը ամաչի ասի, վայ գիտեք, ես այս բանը խոստացել եմ, հիմա ոնց կտրուկ շրջադարձ կատարեմ։ Ինքը մենք լսենք, ասում է, ես այս բան եմ ասել, չէ, ես բան չեմ ասել։ Հետո վերում են մեկը դա է, որ ինքը հանգիստ կարա խոսքը, ասենք, փոխի բանանի, մյուսն որ ինքը ժողովրդի հոգեբանությունը շատ լավ է հասկանում։ Լավ հասկանում ինքը թե ժողովրդին օրինակ այդ որ գնաց ձեռքով բարևեց մի հատ պերաշկի կերավ մի հատ այդ երեխուն գրկեց թուշը կմճտեց բան որ դա այդ ժողովրդից իրան ավելի քվե կբերի քան ինքը երկրի անվտանգությունը բարձրացնել որովհետև եթե Աստված չանի վաղը թշնամին հարձակվի այդ գյուղն ավիրի ինքը ասելու ես կապ չունեմ
Նախկիններն էին մեղավոր, կամ ներկաները, անդիմությունները մեղավոր շեղեց, Արա Պապյանն էր մեղավոր, որտեղ այն օրը հարցազրույցի մոտ վատ բաներ ասեց, թշնամին էլ արձակվեց մեր վրա։ Ինքը գտնելու է ինչ որ մեկին, որին նշանակելու է մեղավոր։ Եվ ինքը կարա դա անի, եւ ժողովուրդը դա հավատալու է։ Էսա դառ իրականությունը։ Մեր ժողովուրդը ցավոք սրտի բոլոր ժողովուրդները այդ վիճակի մեջ են, բայց մերն ավելի շատ միգուցե ժառանգության հարցը դեռևս քաղաքական մտածողությունը բավականին թեր զարգացած է, ինքը չի կարողանում համեմատել։ Իրան ինքը նման է, գիտեք, այն բանի երիտասարդ աղջկա, որին մի քիչ որ ուշադրություն ես դարձնում, ասես ինքը հավատում է դրան։ Ինչ որտեղ դիտի որ այդ ձև չի, բայց հաճելի է լսել։ Մեր ժողովուրդը հաճելի է լսել։ Սիրում եմ ձեզ, հիշում եք կարգախոսը։ Սիրում եմ բոլորիք սրտիկ, ծիտիկ, թրտնիկ, բան զինվորը սահմանի վրա սառում է ոտերը, կտրում են, զինվորը մի հատ դեղ չունենալու պատճառով թոքաբորբից մահանում, այդի գցում են մի կողմ, բայց այդ ծիտիկն ու սրտիկը շատ ավելի կարևոր է, ինչ ասեմ։ Գյուղացին նստած է կողքի սարի վրա Ադրբեջանի դրոշն է, փողում վտանգը կախված է, ասում է, «Բատես ինչ ասֆալտ է արել»։ Իսկ այն մարդկան գիտակցություն չկա, անվտանգություն հարցը որտեղ ու ասֆալտը որտեղ։ Հեն Արցախել էին ասֆալտ անում։ Եվ ինչ մնաց բանին թշնամուն։ Այո։ Պարոն Պապյան, անդրադառնանք Իրանին, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները ինչպես կազդեն տարածաշրջանի վրա։ Ելքից է պատերազմի կախված, կրկնում եմ, եթե ամեն ինչ մնաց նույնը, Իրանը կթևակողի շատ ավելի մութ, շատ ավելի դաժան շրջան, այսինքն գնդակահարությունների, հալածանքի եւ այլն, այդ սեփական ժողովրդի նկատմամբ, եւ որը կհանգեցնի երկրի ավելի մեկուսացմանը, իսկ կհանգեցնի համաշխարհային պատերազմի։ Չէ, դա ասեմ ձեզ այն դասական համաշխարհային պատերազմները այլևս չեն լինի։ Այսպես զորքերով, խրամատներ փորերով, չգիտեմ, միլիոնավոր զորքերով, բանը։ Հիմա մնացածը մոտեցման հարց է։ Հիմա մեկը կարող է անգամ ներկա վիճակը գնահատի, ասի համաշխարհային պատերազմը, թեյության մեջ մի քանի երկիր է մասնակցում, պաշտոնապես 3-ը ոչ ավել, բայց բանա, չէ, համաշխարհային պատերազմ չէ լինի, անգամ սա պատերազմ պաշտոնապես չի կոչվում։ Ոչ ուկրաինական պատերազմն, այսինքն ռուս-ուկրաինականը, ոչ սա պատերազմ չէ, բոլոր ինչ-որ հատուկ գործողություններ, ռազմական գործողություններ, մեր դեմ էլ որ Ադրբեջանը Արցախում գործողություն սկսեց, էլի կոչվել հակատերորիստական գործողություն։ Չէ, դրան չի հանգեցնի, բայց արդեն ցույց է տալիս, որ չնայած Իրանի ձգտումին ներքաշելու պատերազմի մեջ հնարավորին չափ շատ երկրներ, մասնավորապես արաբական երկրներ, դա չի հաջողվում։ Ինձ թվում է ամերիկացիք զսպում են։ Ինչու են զսպում արաբները, որտեղ իրանք լավ գիտեն, եթե արաբները հակադարձեն կամ ավելի մեծ չափերով միջամուխ լինեն, Իրանում կարող է ազգայնական շարժումը գլուխ բարձրացնի եւ համախմբվեն իշխանության շուրջը։ Դրա համար ասում են դուք գործ ունեք, հանգեք նստավակ կարող է փող ուզեն։ Այն է բանը 200 միլիարդ լրացիչ փող է պետք պատերազմը շարունակելու համար, ասեն մարդա մի 10 միլիարդ 20 միլիարդ տվեք այդ արաբական երկրներին պատերազմը շարունակեն, եթե չէ իշխանությունը կմնա Իրանում անփոփոխ, դուք պատկերացնում եք, չէ՞, ձեր վիճակը ինչ ալնելու, եթե իրենք այս վրեժով լցված ձեր նկատմամբ ձեզ կխեղդեն։ Դրա համար ոչ արաբական երկրները, ոչ անձամբ Թրամփը հնարավորություն չունեն նահանջելու։ Թրամփը եթե իշխանափոխության չհասավ մինչև աշուն, մինչև սեպտեմբեր, նոյեմբերյան ընտրությունների ժամանակ կպարտվի դեմոկրատներին, այսինքն ներկայացուցիչների պալատում եւ սենատի 1/3 ընտրությունների դեպքում, որը շատ վատ իր համար կարող է նաեւ անձնապես վերջանա, որտեղ իմպիչմենտի խոսակցություններ կա։ Իսկ եթե իշխանափոխություն տեղի ունենա, Իրանը կբացվի աշխարհի առաջ, որը մեզ համար շատ լավ եւ դրական կլինի եւ Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան այդ երթուղին միջանցքը, որը կլինի ցամաքային ամենակարճ ճանապարհը Հնդկաստանը Եվրոպայի հետ կապող կանցնի Հայաստանով, դրա մեկ մասը, եւ Հայաստանը տնտեսապես կօգտվի դրանից, եւ նաեւ անվտանգային առումով Հայաստանի անվտանգությունը կբարձրանա, որտեղ որ դու մի մեծ շղթայի մեկ կարևոր օղակն ես, այդ բոլորը ովքեր այդ շղթայի գողությամբ շահագրգռված են, պիտի ուզենան, որ քո մոտ վիճակը կայուն լինի, որպեսզի շարունակի այդ
մեծ ապրանքա շրջանառությունը։ Իսկ Հնդկաստանը կարևոր է Միացյալ Նահանգների համար, որովհետև նա դիտարկում է Հնդկաստանին որպես միակ հնարավորությունը հակակշռելու չինական ազդեցության, այսինքն Չինաստանին շուկայից դուրս մղելու, հետևաբար թույլատնելու Չինաստանին, որովհետև Չինաստանը ընկալում է եւ հակառակորդ եւ ապագա գուցեև թշնամի։ Իսկ ձեր կարծիքով դեռ երկար կձգվի այս հակամարտությունը։ Հիմա խնդիրը հետևյալն է, մենք ինչ ենք ձևակերպում հաղթանակ։ Եթե խոսքը գնում է ռազմական խնդիրների լուծման, արևմուտքը լուծել է ռազմական խնդիրները։ Այսինքն Իրանի միջուկային ծրագիրը չկա, Իրանի բալեստիկ հրթիռների ծրագիրը չկա, ոչնչացված է։ Իրանի հակաօդային պաշտպանությունը չկա եւ այլն եւ այլն։ Եթե մենք նայում ենք քաղաքական մասով խնդրին իշխանափոխություն, որը Իսրայելի ծրագիրն ավելի շատ պետքան, դեռևս չկա։ Ես չեմ կարծում, որ շատ երկար կտևի։ Ես կարծում եմ, պիտի որ մինչև մի երկու ամիս այս խնդիրները լուծվի այնտեղ։ Կամ երկու ամսվա ընթացքում կլինի իշխանափոխություն, կամ եթե քիչ հավանական եմ համարում, որ ինչ որ բան կան, հաշտության կան, որը կողմերից յուրաքանչյուրը հաղթանակ է ներկայացնելու, իսկ ամեն մեկը ցտալի փր իր հաղթանակն է, դա քիչ հավանական է, բայց այդ դեպքում կստացվի այն, որ կրկնում եմ, Իրանի պարագային վատ կլինի Իրանի ժողովրդի համար, Ամերիկայի պարագայում էլ Թրամփի համար վատ կլինի։ Շնորհակալ եմ շատ պարոն Պապյան հարցազրույցի համար։ Խնդրեմ։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը։